Ձերդ գերազանցություն հարգարժան պարոն Մարագոս, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ներկաներ, սիրելի հանդիսատես։ Աշխարհի խաղաղությունը չի կարող պաշտպանվել առանց այնպիսի ստեղծագործ ջանքերի, որոնք համաչափ են դրան սպառնացող վտանգներին։ Ահա այս խոսքով է սկսվել Ռոբերտ Շումանի պատմական հռչակագիրը, որը հնչեց 1950 թվականի մայիսի 9-ին, դառնալով առաջին վճռական քայլը դեպի խաղաղ և միասնական Եվրոպա։ Հռչակագրի հիմքում դրված էր մի նոր գաղափար՝ միավորել Եվրոպան համագործակցության միջոցով և բնականաբար կանխել պատերազմները։ Այս գաղափարը հիմք հանդիսացավ ընդհանուր արժեքների հիման վրա կառուցված միության ստեղծման համար, կանխորոշելով Եվրոպայի ապագան։ Այսօր մենք համախմբվել ենք Երևանում նշելու Եվրոպայի օրը և մեծարելու համընդհանուր այն արժեքները, որոնք կիսում են Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը։ Խաղաղությունը, ժողովրդավարությունը, միասնությունը, մշակութային բազմազանությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն այն արժեքներն են, որոնց հիման վրա Հայաստանն ու Եվրոպական միությունը կառուցում են իրենց գործընկերությունը հանուն համընդհանուր բարօրության։ Հայաստանն ու Եվրոպական միությունը, այո, հարգարժան պարոն դեսպան, երբեք այսքան մոտ չեն եղել։ Վերջին տարիներին քաղաքական ակտիվ երկխոսությունը և ոլորտային գործընկերության խորացումը նոր խթան է հաղորդել Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությանը։ Այս հարցում կարևորագույն դերակատարում է ունեցել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուրվագծում է ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խթանման և խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման երկուստեք ձեռք բերված և ստանձնած պարտավորությունները։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և անդամ երկրների հստակ վճռականությունը խորացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ և վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության վճռականությունը հենց այս ուղղությամբ շարունակելու և զարգացնելու մեր հարաբերությունները։ Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ նաև մի շատ կարևոր թեմայի, ինչին անդրադարձավ նաև մեծարգո պարոն դեսպանը, մուտքի, արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը։ Մենք տվել ենք արդեն իսկ այս գործընթացի մեկնարկը, բայց հարգելի գործընկերներ, վիզաների ազատականացումը ենթադրում է մի շատ կարևոր բան՝ մարդկային շփումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Եվրամիության քաղաքացիների միջև, նպաստելով գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդմանը։ Ձերդ գերազանցություն պարոն դեսպան, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի օրվան նվիրված այս գեղեցիկ և հիշարժան մշակութային միջոցառմանը հրավերի համար։ Թող ներկայացումը, որը որ մենք րոպեներ անց կդիտենք, ևս մեկ անգամ մեզ հիշեցնի միասնության և համագործակցության կենսական կարևորության մասին, ոգեշնչելով կերտելու ապագա, որտեղ խաղաղությունը կենսակերպ է, իսկ մշակույթը կամուրջ։ Շնորհավորում եմ նորից Եվրոպայի օրվա կապակցությամբ և մեզ բոլորիս մաղթում եմ բարի դիտում։